Բարի երեկո ձեզ հայրենակիցներ, մեր ուրեմն քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության ուրեմն հայացք Երևանից հաղորդաշարն է, այն կուսակցությունն է, որին դուք ձայն չտվեցիք եւ չունեցաք ուրեմն հնարավորությունը քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության ուժերը խորհրդարանում եւ պետական ծառայության մեջ օգտագործելու, բայց բոլոր դեպքերում դա ասելուց հետո ասեմ, որ մենք շարունակում ենք մեր աշխատանքը, որտեղ գտնում ենք, որ մեր բացադրական աշխատանքը խիստ անհրաժեշտ է, մինչև հասարակության քաղաքակրթվածության եւ քաղաքական գիտելիքի զարգացման մակարդակը բարձրանա եւ հասարակությունը գողանին, հայոյողին, քծողին եւ օլիգարխին ձայն չտա եւ չծախվի, չվաճառվի, խոսքը նրանց մասին է, ովքեր ընդրակաշարքներով ձայնատվությամբ են զբաղվում։ Բայց հիմա, ինչպես ասում են, ունենք այն ինչ ունենք, բայց բոլոր դեպքերում ես մի որոշ բանի հիասթափություն պետք է ասեմ ձեզ, որ դուք էլ հաղորդակցվեք, իմանաք խոսքը ինչի մասին է։ Այն չի, որ մենք մտածում ենք, թե մենք պայքարում ենք վարչապետ դառնանք, դուք հիշում եք, եթե չեք հիշեցնեմ, որ ես ամեն անգամ կրկնում էի իմ ընկերների անունից նաև, որ մենք վարչապետի տեղի համար չէ, որ պայքարում ենք, որտեղ վարչապետի ֆիգուրան պարզ էր եւ ընտրության արդյունքներ պարզ էր, այս գողապետականներն են մոսկովյան, իրենց բանի տեղ դնում, իբր թե դա չեն հասկացել, այն խնդիրը պարլամենտական պետության ուրեմն համահունչ քաղաքական համակարգի առաջացման մասին էր խոսք։ Ես ասում եմ, որ մենք պայքարում ենք պարլամենտարիզմի համար, այսինքն պետականություն ունենալու համար, որտեղ միայն վարչապետով պետականություն չես իմանա, դա նկատի ունեցեք։ Ուրեմն, այս պարագայում դրամար է ասում, որ մեր 4-5% բավարար է, որովհետեւ ապահովենք մեր ներկայությունը, բայց այն չի, որ ինչ-որ լացուկոց ենք անում, բայց դուք մեզ չոժանդակեցիք, ալբիտե ասվի։ Երկրորդ մասը կա։ Մի հարցում ես որոշակի իմաստով սխալվեցի, գնացած որ չեմ սխալվել, որն է, որ քրիստոնեական արժեհամակարգով կուսակցությանը բոլոր դեպքերում հասարակությունը ինքը ուրեմն իր գիրկը կառնի։ Մենք ինչ էինք անում, մենք ձեզ բերեցինք խորվիրապի աղավնին, մենք ձեզ բերում էինք քրիստոնյա ժողովրդավարական արժեհամակարգ, մենք բերում էինք ձեզ լուսավորչական Հայաստանի պայծառ կերպարը, բայց դուք մերժեցիք։ Հիմա պիտի բացատրեք, որ բավոր, ինչպես որ ասում էիք այդ օրերին, շատերի մասին է խոսքը, որ հիմա որ մենք Փաշինյանին չընտրենք, ուրեմն հրեշը վերադառնում է։ Բայց դուք նկատի ունեցեք, որ եթե ընտրությունների համակարգ այսպես աշխատելու է, եւ այդ փաստարկները նույնն է մնալու, ամեն անգամ հրեշից սարսափելով զարգացած պետություն չեք ունենալու, սա փաստ է արդեն։ Քրիստոնեական արժեհամակարգից արժեհամակարգի հետևից չեք գնալու։ Իսկ ես այդ պարագայում ձեզ բարձ եմ ասում, ինչպես որ միշտ եմ ձեզ այդ բարձ խոսել։ Հայաստանի հայ ժողովրդի վերածնունդը աշխարհով մեկ, իսկ մենք գիտենք ինչպես ենք շատ անգամից չափերով ենք նաև ապականվել, դրա ապացույցը 44 օրյա պատերազմներ եւ դավաճանությունների անսահման շղթան, նաև ինտերվենցիայի կազմակերպվածությունը, որ Մոսկվան կազմակերպեց ընտրությունները Հայաստանում փչացնելու համար, ուրեմն Կալուգացու գլխավորությամբ եւ որոշ չափով ինքը դրան հասավ։ Առանց քրիստոնեական արժեհամակարգի եւ արժեքների վերականգնման, ես ձեզ ասում եմ, նկատի ունես, բացառված է վերականգնում եւ զարգացում։ Ինչ որ տեղաշարժ կլինի, բայց այդ տեղաշարժին մեջ կլինի գողականություն, քծողականություն, կաշառատվություն եւ այլն, ինչ որ այսօր տեսնում եք ինչ է կատարվում մեր հասարակության մեջ։ Ուրեմն ես ասեմ, որ այս պարագայում կրկնում եմ գերմանացիների խոսքը կամ փորձը,
երբ որ 1945-ին Հիտլերյան Գերմանիայի ժողովրդի այլասերվածության վիճակը, որ առաջացել էր նացիզմից, դրանից հետո Ադենաուրն ինչպես էր ասում, թե ասում էր ախր առանց քրիստոնեական արժեհամակարգի վերականգնման, ինչպես կարող է գերմանացին այդ արաբներից ազատվել, բայց նրանց դա հաջողվեց եւ այդ կուսակցության հետևից գնացին քրիստոնյա դեմոկրատական միության հետևից, բայց դուք տեսաք, մենք չունեցանք այն ինչ որ պիտի լիներ բավարար չափով, ընդ որում խոսքը 4-5%-ի մասին է։ Ուզում եմ ասել, որ սրանք շատ կարևոր բաներ են, բայց դուք տեսեք անհայտության մեջ քֆրով, անհասկանալի առաջարկներով, օլիգարխիկ բաներով եւ այլն, եւ տեսակ թվերը թռան։ Այդ նշանակում է հանրային կյանքը մեր մաքուր չի եւ ուրեմն հազար մի հարցեր ունենք, որ պետք է լուծվի, դա անպայման նկատի ունեցեք։ Հիմա իմ ասածը նեղանալու համար չի, ոչ է նեղացնելու համար է, բայց մենք պիտի սիրենք վիպապաշտությունից ասնենք իրականության իրապաշտ լինենք, ինչպես որ շատ է ասում, մենք տեսնենք, թե ինչ է կատարվել, ինչ է կատարվում, բայց այսպես ուրեմն ունենք այն ինչ ունենք, հիմա փորձենք տեսնենք ինչ ունենք, բայց ասեմ, որ հիմա ինչ բան կա, նայեցեք, իհարկե վարչապետի եւ իշխող կուսակցության դիրքերը մնացին, բայց ինչքանով մնացին, 40 քանի տոկոսով մնացին, դուք պատկերացնում եք, սա այն 15-ն է, որի մասին ես ձեզ միշտ զգուշացնում էի, բա որ 49% լինի, եւ մենք այս պարագայում ունենք պառակտված հասարակություն, մեկը ուրեմն օլիգարխիկ, մոսկովյան հովերով տարված, ռսա հիվանդությամբ տառապող կամ կաշառատվությամբ, կաշառակերությամբ եւ այլն անդարբեր, հենց այնպես մնացածը մոտապես կես է դառնում, հասկանում եք ոնց է, ուրեմն սա պիտի նկատի ունենալ։ Հիմա կարող եք սրա մասին խոսել, չէ, կարող եք չխոսենք, ասենք, օքեյ, ամեն ինչ հրաշալի է, ամեն ինչ ստացվեց այնպես ինչպես պիտի լիներ, բայց ես ասում եմ, որ այդպես չէ, սա քաղաքական համակարգի զարգացման հետևաբար ժողովրդավարության պաշտպանության տեսակետից ժողովրդավարության դիրքերը պահելու ուրեմն թույլ պատվանդան է։ Ես կարող եմ ասել, որ եթե այսպես շարունակվեց, ժողովրդավարությունը վտանգի տակ է, որովհետև լսեք, բարձ եմ ասում։ Ուրեմն պարլամենտական հանրապետությունում պարլամենտարիզմ չունենալ խորհրդարանում եւ չունենալ բազմակուսակցական քաղաքական սիստեմ, սա նշանակում է ձախողվել եւ դա շատ վտանգավոր բան կարող է լինել։ Դա դեմոկրատիայի, ժողովրդավարության եւ այլնի զարգացման հեռանկարները դարձնում է շատ մթին ու խավար, ել չեմ ասում, որ մի ժողովուրդ, որը տասնյակ հազարավոր, դա այսպես հազարավոր տարիներ ապրել է քրիստոնեական արժեհամակարգով, պետականության բացակայության պայմաններում իր եկեղեցու առաջնորդությամբ կարողացել է դիմակայել Կիլիկյան Հայաստանի կործանումից հետո համաշխարհային արհավիրքների նույնիսկ հաղթահարել այս ծերության ցեղասպանության արհավիրքը, այսօր հրաժարվեց եւ ուրեմն ասեմ 2000 քանի 3000-ի թիվեր չկա։ Հիմա կասեք, որ հրեշը կգար, դա ասեմ կրկնեմ նորից։ Հրեշի վտանգը միշտ լինելու է եւ այդ հրեշի վտանգը միշտ առաջանալու է։ Իսկ Հայաստանում իմացեք նաեւ, որ այն deep state-ը կամ գողապետությունը կամ ավազակա օլիգարխիկ պետությունը ռսակոտ եւ ռսաստրուկ, հակապետական եւ հակահայ, ուրեմն դա շատ ուժեղ է։ Այս պայմաններում պատկերացնում եք ինչ է լինում։ Այնպես որ շնորհավորում եմ, որ հաղթել եք, բայց դա շատ հաճախ կարող է քաղաքական կուրսի ոչ ճշգրտության պայմաններում կարող է վերածվել Պյուրոսյան հաղթանակի։ Մենք ինչ ունեցանք։ Կառուցվածքի իմաստով մենք ունենք նույն խորհրդարանը, նույն կառուցվածքով։ Այնտեղ կար պատիվ ունեմ եւ Հայաստան, իսկ այստեղ կա ուժեղ Հայաստան եւ ուրեմն Հայաստան դաշինքներ։ Ընդ որում այստեղ մի վտանգավոր ներթափանցում եղավ։ Մոսկվան ուղղակիորեն ուժեղ Հայաստան խմբակցությունով Կիրիենկոն հաշվեց, որ Մարիա Զախարովան հաշվեց ձեր գրքում նստած է։ Այն
ինչ են ասում, նստած ձեր գիրկը, փետում է ձեր մորուքը։ Մոսկվան ուղղակիորեն, որ առաջ նախորդ խորհրդարանում մուտք չուներ, մայրաքաղաքը մտավ հայոց խորհրդարան գավառական խմբակցության հետ միասին։ Նախորդում երկու գավառական երկու խմբակցություններ էին։ Ուրեմն սրանք պետք է հաշվի առնեք, այնպես որ ասելով չի, եւ տեսնում եք հիմա սահմանադրական դատարանում երկիրն ապականած, կողոպտած, կոռուպցիայի մեջ թաղած եւ կոռուպցիայի մեջ անգերազանց հայ կոռուպցիոները ինչպեսի կռիվ է տալիս ուրեմն պետական իշխանության դեմ եւ գրեթե ահաբեկչության վիճակի են հասցնում սահմանադրական դատարանում իրենց ուզած որոշումը փոխելու համար։ Բարձր սրանց թեկունքը նաեւ պինդ է։ Պուտինը ճիշտ է, Մոսկվան մեռել բրծել է, բայց հայերի համար կենթանի կերպար է։ Բենզինի մեջ վառվում է, բենզինի ցիստերների մեջ բուտլերը, բայց հայ ժողովրդի համար Հայաստանում կենթանի կերպար է եւ ուրեմն Պուտինապաշտությունը չի անցել։ Սրանք պարադոքսներ են, զգուշացնում եմ, նկատի ունեցեք։ Իսկ առանց պետականության մենք չենք կարող մեր այսպես ասած նավը շարժենք առաջ։ Հիմա ինչ էր մեզ պետք։ Մեզ պետք էր սիրելիներ, հարգելիներ, բարեկամներ, որ այդ խորհրդարանում ուրեմն քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ կողքին կամ դրա հետ միասին, որ մենակ իրենք չեն արել հեղափոխություն, այն պատկերն առաջացավ, որ հեղափոխությունը մենակ ԿՊ-ն է արել։ Ուրեմն նրա կողքին դուք եք եղել, մյուսներն են եղել են նաև կուսակցություններ, որոնք անձնուրաց առանց դավաճանելու այս քանի տարի է պաշտպանել են պետական շարժը, հեղափոխության օրենքը եւ հեղափոխության կերպարը, եւ կարող եմ ասել առանց չափազանցության։ Հեղափոխության պաշտպանության դիրքերում իշխող կուսակցությունը բարձ է ինքը կառավարող կուսակցությունից անդին ամենասկզբունքով, ամենահետևողականորեն կանգնած է եղել քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը, որը Այնս կրխից էլ հայտարարել է, որ ինք այլընտրանք ուրեմն այլընտրանք ընդդիմություն է եւ այդ պաշտպանելու է պետության շահերը, քննադատելով թերություններն ասելով, բայց անդավաճանորեն պաշտպանել է հեղափոխությունը պետության շահերը։ Այդ իմաստով կարող եք վստահ եղեք, որ Հայաստանի Հանրապետություն նման կուսակցություն ոչ եղել է, ոչ էլ վստահ եմ չի լինելու առաջիկայում, 10 տարվա մեջ չի լինելու։ Հիմա ես որպես ապացույց ասեմ հետևյալը. Եթե դուք հիշում եք մեծ բանավեճը, ես հիշեցնում եմ այն բանավեճը, որ ամսի 4-ի երեկոյան տեղի ունեցավ, ուրեմն 19 կուսակցություններ թվով եմ ասում, որոնք մասնակցում էին, մի մասը չեն մասնակցում իրենց գործին, բայց թվով 19 է։ Յուրաքանչյուրը եզրափակիչ խոսքի մեջ յուրաքանչյուրի լիդեր, առաջնորդ կամ ղեկավար, ինչպես կուզեք, ուրեմն ասում էր, որ ակնկալում ենք, որ ձայն կտակ դուք ես ինչ համարին, ձայն կտակ սրան, ձայն կտակ նրան եւ այլն եւ այլն։ Միակ կուսակցությունը, որ եղել է քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը, ես եմ եղել, որ չեմ ասել ձայն կտակ 12 համարին, որտեղ ես զգացել եմ հեղաշրջման վտանգը, զգացել եմ բարդությունը, որ առաջացավ երկրում վերջին 2-3 օրը, ես ասել եմ ձայն չեք տա ռուսական սեգմենտին, ոչ թե մեզ կտակ ձայն։ Կրկնում եմ, բոլորն ասել են մեկ առ մեկ ձայն կտակ սրան, այսինքն ինձ, ձայն կտակ ինձ, ձայն կտակ ինձ։ Միակ կուսակցությունը, որի ղեկավարը լիդերն ասել է ձեզ, որ ինչ կանեք չեք անի, ձայն չտակ, ուրեմն ռուսական սեգմենտին եղել եմ ես, եւ դա հաստատ է։ Այսինքն մենք քաղաքական գծի իմաստով որևէ տատանում չենք ցույց տվել եւ նաեւ ցույց ենք տվել քրիստոնեական վերաբերմունք հարցի նկատմամբ արժեհամակարգ մարդկային եւ հեղափոխության կողքին կանգնած լինելու ժողովրդի շահերը պաշտպանելու տեսակետից։ Այնպես որ փաստերը արկա են, բայց խոսքը հիմա արդյունքի ամփոփման մասին իմ խոսակցությունից, չէ՞ սրա կարիքը չկար եւ նաեւ այն վերլուծաբաններին, ողորմելի, որոնք այդ սուտ թվերի հետևից բովանդակություն չեն տեսնում կամ այդ ինչ-որ տկետ թղթի կտորներ, գրպանները դրած ուրեմն
Եվ այլն սկսում են մեկնաբանել այդ սոցիոլոգներ, այդ քաղաքագետներ, այդ չգիտեմ ինչ։ Ուրեմն տեսեք ինչ կատարվեց։ Այո, հայ-քրեա օլիգարխիկ ուրեմն այդ խմբի գրողի պայմաններում ժողովրդի մեջ ուրեմն առաջացավ մի արտահայտություն, հրեշը վերադառնում է, իսկ հրեշը քանի որ վերադառնում է, հասարակությունը վախից, ուրեմն չկարողանալով ուրեմն շատ քաղաքական իմաստով կողմնորոշվել, այդ հիստերիայի մեջ առաջացած այդ փոթորիկի մեջ ընկնելով, այդ ուրեմն հեղափոխության բոլոր քիչ շատ աջակից երկրում հայրենիք ուզող, պետություն ուզող ուժերը, քաղաքացիները ձայնը տվեցին քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը մեկ, դա իրենց ձայներն է, իսկ մնացածները հեղափոխության աջակից ուժերի ձայները գնացին Նիկոլ Փաշինյանին։ Ես դա վկայություն ունեմ, ձայնագրություններ ունենք հրապարակից եւ ինձ մեր հետևորդները լացելով դեմքեր կան, լացելով կարող են հրապարակել, պարզապես կարիք չկա դրան։ Եվ ինձ խնդրում էին, ասում էին, որ վարչապետին թիկունք կկանգնեք, մենք վաղը չեմ այսօր ձեզ ձայն չենք տալու, բայց դուք պարտավոր եք մեր, այսպես ասած, կատարելու, որովհետեւ հրեշը չվերադառնա։ Բայց հրեշը վերադարձավ թե չէ, ես ասեցի, հրեշը մասամբ վերադարձել է եւ այդ վտանգը մենք կտեսնենք, նորից կրկնվելու է։ Նույնը իհարկե սրանք են հեղինակությունը չունեն, որ գիշերցել եք ցույց ու գործատուր, դասատուր, հացադուր, իրենք կերած խմած, ուրեմն այս բաները շարունակվեն, ուրեմն այդ չի լինելու, բայց մենք կտեսնենք, թե իրենց միջոցով Մոսկվան ինչպես է Հայաստանի եւ հայ քաղաքացու կյանքը թարախի վերածելու, ձեր աչքի առաջ դրանք կատարում են։ Հիմա, բայց սև ու սպիտակի տարբերակին չգնանք, ինչ է մեզ պետք։ Մեզ պետք է, որպեսզի պահանջենք, որ դեմոկրատական գործընթաց հանկարծ չկասեցվի, որովհետև առաջացավ ոչ թե խորհրդարանական ընտրություններ, այլ նախագահական ընտրություններ երկու տեխնացուների միջև, երկու բևեռներ, ես նկատի ունեմ, երկու տեխնացություններ, անցավ մեկը հեղափոխություն կատարած ուժը եւ կառավարած ուժը քաղաքացիական պայմանագիրը իր առաջնորդով եւ երկու քրեա օլիգարխիկ խումբ որպես մի ամբողջություն։ Պատկերացնում եք ինչ կատարվեց, ահա ձեզ մենք ունենք մի բարակային պետություն ստեղծելու շանս, մյուսը ունենք գողապետություն իրենց բարակալուխներով կամ deep state կամ խորքի պետություն խորհրդարանում ներկայացվող։ Սա ինչ է, մտածեք ինքներդ, դուք գիտեք։ Հիմա մեզ ինչ է պետք, մեզ միշտեր պետք է, հիշում եք ասում էի, մեզ երրորդ ուժ է պետք, մեզ երրորդ ուժ է պետք, որը հաջորդ խորհրդարան ընտրություններում ավելի ազդեցիկ լինի, գուցեև իշխանություն վերցնի, նայած ինչ իրադրություն իշխանության փոխանցում լինի եւ Հայաստանի Հանրապետության խորհրդարան ազատվի քրեական տարրերից, բայց դուք տեսաք, որ ոչ միայն քրեական օլիգարխիկ տարրերից չավելացավ, այլ միլիարդատերեր հայտնվեցին խորհրդարանում, ուրեմն սրանք պահանջում են հանրությունից եւ կառավարությունից, ոչ չեմ ասում խորհրդարանից, որտեղ խորհրդարանը ամբողջական այլևս չի, ուրեմն պահանջում են կառավարությունից եւ հանրությունից եւ իշխող կուսակցություն նաեւ մեզնից չնեղանալ, շարունակել պայքարը, առաջարկներ անել, քննադատել, բայց ոչ պետությունը տապալելու իմաստով եւ քաղաքական կուրսը շարունակել, նախադրյալներ ստեղծել երրորդ ուժի կայացման համար։ Ուրեմն դա շատ անհրաժեշտ է։ Նաեւ նրանց, ովքեր որ այդ անընդհատ խոսում են, այսքան կուսակցությունում է պետք։ Ես հարց եմ տալիս, իսկ կուսակցությունները քանիսն են, որ եթե մենք ձևական նկատի չունենք, գրանցումներ եւ Հայաստանում ես կարող եմ ասել Հայաստանը ոչ թե տառապում է, ուշադիր եղեք, կուսակցությունների շատությունից, այլ կուսակցությունների պակասից, որտեղ դրանք քրեական եւ այլ կառույցներ են, քաղաքական կուսակցություններ, օրինակներ ցույց տվեք, ասեք սա մի երկուսից ավելի կարող եք ցույց տալ, երեքից ավելի որ անընդհատ այդ կուսակցություններ միավորվեք, ինչ անեին։ Հասկանում եք ոնց է,
Միշտեր պիտի մտածել կուսակցությունների կայացման մասին եւ դուք օրինակներ բերեք, քանի կուսակցություն եք տեսել իրենց ծրագրով, իրենց առաջարկներով, քաղաքական ուղեգծով եւ միջազգային կապերով եւ այլն։ Ես կարող եմ ասել, ՔԺԳ-ն այդպիսին էր, որին մերժեցիք։ Եվ այսպես ուրեմն մնացածները թող իրենք բացատրեն, բայց բոլորը տեսնելու եւ այլն։ Ուրեմն ուզում եմ ասել, որ Ժորժ ջան, կյանք շարունակվում է, մենք չկարողացանք հաղթարել, մենք բարդություններ ավելի բարդացրինք, բայց սա չի նշանակում մենք առաջ չենք շարժվելու։ Իհարկե դուք առաջին այսօր խորհրդարանում, երբ որ մանդատները, եթե Մարիա Զախարովան կարգադրի, որ մանդատները վերցնելու են, մանդատները վերցնելուց հետո կտեսնեք մոտավորապես նույն բեմականացումներն ավելի լավ դերասաններով։ Այստեղ ասեն, այս խմբերի մեջ կան կատարյալ միմոսներ, որոնք քաղաքական դերակատարություն կանեն, բայց նաև կպաշտպանեն հետևականը Ռուսաստանի պետական շահերը, որ ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի պետականության։ Այստեղ մխիթարականն այն է, որ Ռուսաստանի պետական շահեր պաշտպանողները այլևս իրենց թիկունքում չունեն այն Ռուսաստանը, որը կար։ Այդ Ռուսաստան, այսօրվա Ռուսաստանը բենզինազուրկ, սալյարկազուրկ մի հսկա մի մարմին է, ջանտակը Հայաստան գծած, որը իր, այսպես ասեմ, ստրուգներով, ճորտերով թույլ չի տալիս, որ Հայաստանում նորմալ պետություն կայանա, բայց սա մի բան է, բայց մի բան պիտի լինի, նաև մենք տեսանք, որ ընդրությունների օրը թե ժողովուրդը ինչպես անձնուրաց հասկանալով ակտիվությամբ եւ այն փակեց հիմնականում հեղաշրջման վտանգը։ Ասեմ ձեզ, մենք հեղաշրջումից ուրեմն խուսափել ենք, բայց մենք պետք է շարունակենք մեր քաղաքական զարգացումը եւ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը շարունակելու իր պայքարը պարլամենտարիզմի, ժողովրդավարության, քրիստոնեական արժեհամակարգի եւ արժեքագործական Հայաստանի կայացման համար։ Սա քաղաքական գործ է, մնացածը մեր գործը չի։ Ստեսյուն ձեզ, լավ մնացեք, կտեսնենք, թե ինչպիսի հաջողություններ հետո կլինեն։